Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1473-րդ օրն է։ Պուտինը նորից փորձում էր մեր գիշերը վատը սարքել մասսայական օդային գրոհով, բայց իհարկե անպատասխան չմնաց։ Ռուսաստանում նույնպես մեկ տասնյակից ավել տարածաշրջաններում անհանգիստ գիշեր էր, բայց սկզբից թշնամու անիմաստ վարյակ հարվածներից պատմեմ։ Մարտի 7-ի գիշերը Ռուսաստանը թիրախավորել է Կիևի, Խմելնիցկիի, Չեռնովցիի մարզերի էներգետիկ օբյեկտները, ինչպես նաև Ժիտոմիրի մարզի երկաթգիծը, գրոհվում էր Օդեսայի մարզը եւ հարվածներ էին հասցվում Խարկովին։ Ռուսաստանը համակցված հարված է հասցրել Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև բնակ ֆոնդին։ Ընդհանուր առմամբ արձանագրվել է օդային արձակման 509 միջոց, որոնցից 472-ը խոցվել կամ ճնշվել է Ուկրաինայի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների շնորհիվ։ Գիշերվա ընթացքում վնասներ են արձանագրվել Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Վիննիցայի, Օդեսայի, Պոլտավայի, Սումիի, Չերկասիի մարզերում։ Խարկովում ռուսական բալիստիկ հրթիռը հարվածել է բազմաբնակարան բնակելի շենքին։ Հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ, այդ թվում 2 երեխա, եւս 15 մարդ ստացել են վնասվածքներ։ Խարկովում վնասվել է 19 բազմահարկ շենքեր եւ տեղի դպրոցը, հարյուրավոր պատուհաններ, պատշգամբների շրջանակներ եւ շենքերի ֆասադներ վնասվել են պայթյունի ալիքից։ Մեջբերեմ Զելենսկու խոսքը՝ կյանքի դեմ ուղղված այս դաժան հարվածներին անպայման պետք է լինի գործընկերների պատասխանը։ Ռուսաստանը չի հրաժարվել Ուկրաինայի բնակելի եւ կրիտիկական ենթակառուցվածքները ոչնչացնելու փորձերից, ինչը նշանակում է, որ աջակցությունը պետք է շարունակվի։ Փարլ ծրագիրը պետք է շարունակի գործել ոչ պակաս ակտիվորեն։ Ակնկալում ենք ակտիվ աշխատանք Եվրոմիության հետ, երաշխավորելու ավելի մեծ պաշտպանություն մեր մարդկանց համար, ընդգծել է նախագահ Զելենսկին։ Ովքեր չգիտեն, ասեմ, որ Փարլ ծրագիրը դա եվրոպական գումարներով ամերիկյան զենքի մատակարարումներն են։ Դա իհարկե ռուսական հերթական գրոհը չէր կարող անպատասխան մնալ եւ ուկրաինական բարի դրոններն ու հրթիռները իրենց հերթին այցելեցին Ռուսաստանի տարածք, բայց ոչ թե բնակիչներին, այլ ռազմական թիրախները խոցելու համար։ Օդային տագնապ էր հնչում Պուտինի երկրի 12 մարզերում, մասնավորապես Բրյանսկի, Լիպեցկի, Մոսկվայի, Վոլգոգրադի, Կալուգայի, Տուլայի, Սմոլենսկի, Տամբովի, Վորոնեժի, Արիոլի, Ռիազանի մարզերում եւ Կրասնոդարի երկրամասում։ Դեռ շատ մանրամասներ չունենք Գենշտաբից, հենց լինի ձեզ ավելի մանրամասն կպատմենք։ Վաշինգտոնը այժմ մտադիր չէ դադարեցնել պատերազմը Իրանում։ Ամերիկան արաբական երկրներին հայտնել է Իրանի դեմ պատերազմի հնարավոր ժամկետները։ Ամերիկան Իրանի դեմ գործողության ներկա փուլում կենտրոնացած է իրանական հրթիռային հարձակման կայանքների, հրթիռների պաշարների եւ արտադրական օբյեկտների վրա։ Ամերիկյան իշխանությունները կանխատեսում են, որ Իրանի հետ պատերազմը կտևի եւս մի քանի ամիս։ Նման ժամկետներ է հնչեցրել պետքարտուղար Մարկո Ռուբիոն մի շարք արաբական երկրների արտաքին գործերի նախարարների հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է Axios-ը, վկայակոչելով իր աղբյուրները։ Միևնույն ժամանակ Պարսից ծոցի մի շարք երկրներ դիտարկում են արտասահմանյան ներդրումների սահմանափակման հնարավորությունը Մերձավոր Արևելքում հակամարտությամբ պայմանավորված տնտեսական ճնշման պատճառով։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։ Ստացված տեղեկության համաձայն տարածաշրջանի որոշ պետություններ սկսել են ներքին ստուգումներ եւ ուսումնասիրում են ֆորս մաժորի դրույթի կիրառման հնարավորությունը ներդրումային պարտավորություններից հրաժարվելու համար։ Երկրները նման քայլի են դիմում բյուջետային ծանրաբեռնվածության աճի պատճառով, որն առաջացրել է էներգակիրների վաճառքից ստացվող եկամուտների անկման եւ զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով պաշտպանական ծախսերի ավելացման ֆոնին։ CNN-ը նշում է, որ 25 թվականին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Կատարը պարտավորվել են ամերիկյան տնտեսության մեջ ներդնել մոտ 3 տրիլիոն դոլար։ Այս հարցում ցանկացած փոփոխություն կարող է լուրջ ճնշում գործադրել ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի եւ նրա վարչակազմի վրա։ Ինձ թվում է սա նաեւ արաբների պատասխանն է Ամերիկայի կողմից վատ հակաօդային պաշտպանություն կազմակերպելու ֆոնին։ Ադրբեջանի հատուկ ծառայությունները հայտնում են, թե իբր կանխել են մի շարք ահաբեկչություններ, որոնք ըստ նրանց տվյալների Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախապատրաստում էր երկրի ռազմավարական եւ կրոնական օբյեկտներում։ Հիշում եք, երեկվա եթերում ես ասացի, որ Ալիևը մտել է հերոսի դերի մեջ, որպեսզի թաքցնի Ադրբեջանի հոպի անզորության խայտառակությունը։ Հիմա կարծես երկրորդ սերիան է սկսվել։ Ադրբեջանի հատուկ ծառայության տվյալներով իրանցիները թիրախավորել են Ադրբեջանի ռազմավարական
տնտեսական նշանակության ենթակառուցվածքային օբյեկտները եւ կրոնական համայնքները որպես պոտենցիալ թիրախներ նշվում են Բաքու Ջեյհան նավթամուղը, Բաքվում Իսրայելի դեսպանատունը, Լեռնային հրեաների համայնքի առաջնորդներից մեկը, ինչպես նաեւ Աշքենազական սինագոգը։ Այսպես կոչված հատուկ գործողության ընթացքում Ադրբեջանի անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի քանի կասկածյալի, բացի այդ ուժայինները առգրավել են 3 ինքնաշեն պայթուցիկ սարք, գերատեսչության տեղեկություններով դրանք իբր նախատեսված էին երրորդ անձանց փոխանցելու համար, ովքեր պետք է օգտագործեին դրանք հարձակումներ կազմակերպելու նպատակով։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պաշտոնական հայտարարությունը հայտնվել է Բաքվի եւ Թեհրանի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին, լարվածության նոր փուլի առիթ է դարձել իրանական դրոնների հարձակումը Նախիջևանի վրա, իսկ Վրաստանը գաղտնի օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։ Սխեման բացահայտված է, Վրաստանը կտրուկ տասնյակ անգամներ ավելացրել է նավթամթերքի արտահանումը, ինչը կարող է լինել պատժամիջոցները շրջանցելու ռուսական սխեմայի մաս։ Վերջին շրջանում նկատվում է Վրաստանից նավթամթերքի արտահանման կտրուկ աճ, ինչը որոշակի հարցեր եւ կասկածներ է հարուցում։ Մանրամասները բացահայտում է Insider-ը իր թարմ վերլուծական հոդվածում։ 26 թվականի հունվարին Վրաստանը արտերկիր է վաճառել շուրջ 56 միլիոն դոլարի վառելիք, սա ավելի քան 3300%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Արդյունքում նավթամթերքը անսպասելիորեն հայտնվել է վրացական արտահանման բոլոր ապրանքների շարքում երկրորդ տեղում։ Պաշտոնապես նման ցուցանիշները կապում են Կուլևի նավահանգստում նոր նավթավերամշակող գործարանի գործարկման հետ։ Հումքով առաջին տանկերը այնտեղ է հասել 25 թվականի հոկտեմբերին, սակայն այս օբյեկտի շուրջ արդեն բազմաթիվ հարցեր են առաջացել։ Ես էլ եմ անդրադարձել մատնանշելով Սոկարի առնչությունը այս թեմային։ Insider-ի տվյալներով գործարանի սեփականատերերի ընտանիքը կապեր ունի Ռուսաստանի հետ, իսկ նավթը ձեռնարկություն է հասցվում այսպես կոչված ստվերային նավատորմի նավերով, որոնք ակտիվորեն օգտագործվում են միջազգային սահմանափակումները շրջանցելու համար։ Պուտինը հրամայել է միջամտել Հունգարիայի ընտրություններին Օրբանի հաղթանակը ապահովելու համար։ Եվրոպական լրատվամիջոցները բացահայտել են Կրեմլի ծրագրերը։ Մոսկվան քաղաքական ազդեցության նոր գործողություն է սկսել Եվրոպայում։ Հունգարիայում Կրեմլին հավատարիմ իշխանությունը պահպանելու համար տեղեկատվական մանիպուլյացիաների գծով ռուս մասնագետները աշխատում են Բուդապեշտում դիվանագիտական քողի տակ եւ օգնում են գործող վարչապետ Օրբանի եւ նրա Ֆիդես կուսակցության նախընտրական քարոզարշավին։ Այս մասին գրում է V-Square նախագիծը։ Լրագրողների տվյալներով ռուս դիկտատոր Պուտինը գործողության համակարգումը անձամբ հանձնարարել է իր վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոին։ Ռուսաստանից բխող սպառնալիքը ուժեղանում է եւ Ֆինլանդիան կվերացնի միջուկային զենքի 40-ամյա արգելքը։ Հելսինկին մտադիր է փոփոխել ազգային օրենսդրությունը եւ հանել սեփական տարածքում միջուկային զենքի տեղակայման շուրջ 40 տարի գործող արգելքը։ Ֆինլանդիայի կառավարությունը նախապատրաստում է փոփոխություններ ազգային օրենսդրության մեջ, որոնք կչեղարկեն երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման արգելքը։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հակկանենը։ Օրինագիծը արդեն պատրաստ է պաշտպանության նախարարության կողմից եւ շուտով կփոխանցվի խորհրդարանի քննարկմանը։ Հակկանենը նշել է, որ միջազգային իրավիճակը արագորեն վատթարանում է եւ դառնում է ավելի քիչ կանխատեսելի։ Ըստ նրա, Ֆինլանդիայի անվտանգության համար առանձնահատուկ սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի քաղաքականությունը։ Նա ընդգծել է, որ այս պայմաններում Ֆինլանդիան պետք է նախապես պատրաստվի տարածաշրջանում իրավիճակի զարգացման տարբեր սցենարների եւ ուժեղացնի սեփական անվտանգության համակարգը։ Ֆրանսիան պատրաստվում է Ուկրաինային փոխանցել Mirage 2005 նոր կործանիչներ, որոնք ընդունակ են որսալ թևավոր հրթիռներ եւ հարվածային դրոններ։ Ուկրաինան շուտով կստանա ֆրանսիական նոր Mirage կործանիչներ։ Նոր օդանավերը կուժեղացնեն երկրի հակաօդային պաշտպանությունը եւ կընդլայնեն ուկրաինական ավիացիայի հարվածային հնարավորությունները։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։ Ռազմական գերատեսչությունում նշել են, որ Mirage 2005-ը պատկանում է մարտական ինքնաթիռների ժամանակակից սերնդին եւ իր հնարավորություններով գերազանցում է խորհրդային MiG-29-ներին, որոնք երկար ժամանակ կազմել են ուկրաինական կործանիչ ավիացիայի հիմքը։ Ինքնաթիռը ընդունակ է բարձրանալ մինչև 18 կիլոմետր բարձրություն եւ հագեցած է հայտնաբերման եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից համակարգերով։ Առանձնահատուկ նշանակություն ունի կործանիչի սպառազինությունը, այն կարող է կիրառել Magic 2 բարձր ճշգրտության հրթիռներ, որոնք նախատեսված են օդային թիրախների ոչնչացման համար։ Զգում եք, չէ՞, բոլորը կարծես ինտենսիվ կերպով զինվում են։
Դե իսկ մարտի դաշտում անհաջողությունների ֆոնին Ռուսաստանը փորձում է գրոհների բազում ուղղություններով վերնագրեր արտասահմանյան մամուլում ստանալ տպավորիչ երևալու համար, բայց չնայած դրան 3 ռազմաճակատում տեղի է ունեցել 148 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են 1010 օկուպանտի եւ նրանց 2091 միավոր տեխնիկան եւ սպառազինությունը, ուկրաինական գլխավոր շտաբը նաեւ հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է արդեն 1,272,360-ի, ռելիզը ձեր էկրաններին է, արդեն հաստատված փաստ է, որքան շատ փորձան գրոհել ռուսները, այնքան շատ կորուստներ կունենան։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը նպաստելու համար, խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-ից, QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ամեն օր ինձ ցուցաբերած աջակցության համար, ձեր լայքերով եւ մեր հեռարձակումները սոցիալական ցանցերում տարածելով շատ մեծ օգնություն եք ցուցաբերում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Իրանի շուրջ այս ողջ իրար անցման ֆոնին Սպիտակ տնից հնչեցին հայտարարություններ, որոնք ել ավելի մեծ մշուշ կարծես ստեղծեցին։ Fox News-ին տված հարցազրույցում Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Ամերիկայի նախագահ Թրամփը ինքը կորոշի, թե երբ Իրանը անվերապահորեն կկապիտուլացվի։ Մեջբերեմ նախագահը որպես ԱՄՆ զինված ուժերի գլխավոր հրամանատար կորոշի, թե երբ Իրանը այլևս սպառնալիք չի ներկայացնի Ամերիկայի համար եւ երբ էպիկական կատաղություն գործողության նպատակները լիովին կիրականացվեն, այդ պահին Իրանը փաստացի կհայտնվի անվերապահ կապիտուլյացիայի վիճակում, ընդունի նա դա թե ոչ, ասել է Լևիթը։ Նա նաև ընդգծել է, որ Իրանում քիչ մարդիկ են մնացել, ովքեր կարող են կապիտուլյացիան հաստատել, քանի որ Ամերիկան եւ Իսրայելը արդեն ոչնչացրել են նախկին վարչակարգի ավելի քան 50 առաջնորդների, այդ թվում հենց նույն գերագույն առաջնորդին։ Բացի այդ, Սպիտակ տանը մեկնաբանել են այն տեղեկությունը, թե Ռուսաստանը հետախուզական տվյալներ է փոխանցում Իրանին տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին հարվածելու համար։ Լևիթը հայտարարել է, որ անկախ այդ հաղորդումների հավաստիությունից դրանք մեծ նշանակություն չունեն։ Նմանատիպ պատասխանել Թրամփն էր տվել եւ զարմացել, թե ինչու է լրագրողը նման բան հարցնում։ Երևի նեղվում է, որ իր սիրած Պուտինին վատ լուսի ներքո են ներկայացնում։ Լևիթը հայտարարել է, որ նախագահ Թրամփը եւ Ամերիկայի զինված ուժերը լիովին կործանում են իրանական անօրինական ահաբեկչական վարչակարգը, հավելելով, որ Ամերիկան եւ դաշնակիցները շարունակում են ապահովել գերիշխանությունը Իսլամական Հանրապետության ուժերի նկատմամբ։ Վաշինգտոնը ակնկալում է, որ Իրանի դեմ Ամերիկայի եւ Իսրայելի ռազմական գործողությունը կշարունակվի 4-ից 6 շաբաթ։ Զգում եք, չէ, ըստ իրավիճակի տարբեր թվեր են հնչեցվում, որովհետեւ չկա նաեւ վերջնական համաձայնություն Իսրայելի հետ։ Իսրայելի համար Իրանի ապառազմականացումն է կարևոր, Ամերիկայի համար իր գերիշխանությունը, իսկ Եվրոպայի եւ Հայաստանի համար ամենալավ սցենարը դա Իրանի ժողովրդավարացումն է, ինչը ցավոք չի մտնում Թրամփի ծրագրի մեջ։ Ամերիկայի նախագահ Թրամփը հայտարարել է, որ ռազմական հարվածները լուրջ թուլացրել են վարչակարգը եւ երկրում հնարավոր է իշխանափոխություն։ Թրամփը նաեւ նշել է, որ անհրաժեշտ չի համարում Իրանի վերածումը ժողովրդավարական պետության։ Ոչ, ես ասում եմ, որ այնտեղ պետք է առաջնորդ, ով կլինի արդար եւ ազնիվ, ով լավ կաշխատի, լավ կվերաբերվի Ամերիկային եւ Իսրայելին, ինչպես նաեւ մերձավոր արևելքի մյուս երկրներին։ Նրանք բոլորը մեր գործընկերներն են, պարզաբանել է Թրամփը, օրինակ բերելով Վենեսուելային։ Բացի այդ, նա ենթադրել է, որ մոտ ժամանակներս իշխանափոխություն կարող է տեղի ունենալ նաեւ Կուբայում, որտեղ սոցիալիստական վարչակարգը պահպանվում է 1959 թվականից։ Թրամփի մոտ կարծես ամեն ինչ խառնվել է իրար, PR-ը իրավիճակին ամբողջությամբ չտիրապետել է եւ գործընկերների հետ անհամաձայնությունները նրան ստիպում են անել տարբեր տեսակի հայտարարություններ, որը նա կարող է հաջորդ օրը փոխել եւ հակառակը հայտարարել։ Իրանի գործողությունները արևմտյան երկրների դեմ հարվածում են նաեւ Ռուսաստանին, Ամերիկայի եւ Իսրայելի դեմ պատերազմում Իրանի պատասխան գործողությունները հարվածում են Թեհրանի դաշնակիցներին, իդեմս Մոսկվային եւ Պեկինին։ Մերձավոր արևելքում հակամարտության սրումը եւ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը ի պատասխան Ամերիկայի եւ Իսրայելի ռազմական գործողության լրջորեն խաթարել են նավթի մատակարարման համաշխարհային երթուղիները, վտանգի տակ են հայտնվել ոչ միայն սովորական առևտրային փոխադրումները, այլև այսպես կոչված ստվերային նավատորմը, տանկերների այն ցանցը, որն օգտագործվում է պատժամիջոցների տակ գտնվող երկրների, այդ թվում Ռուսաստանի կողմից։ Սա
սահմանափակումները շրջանցելու համար, այս մասին գրում է Fox News-ը, Ռուսաստանը իր հերթին կարող է բախվել նավթային եկամուտների լրացուցիչ կրճատմանը, ինչը պոտենցիալ կերպով կնվազեցնի Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելուն ուղղված ֆինանսական միջոցները, մինչ Ռուսաստանում ոմանք ուրախանում են նավթի գների աճին, մոռանալով, որ այդ նավթը դեռ պետք է հասցնես գնորդին, իրական խնդիրները գնալով շատանում են։ Իդեպ Financial Times-ը հաղորդում է, որ շատ նավթատանկերներ, որպիսի Իրանի կողմից չխոցվեն, ձևացնում են, թե չինական են։ Ճիշտ ասած, այս Իրանի կողմից խոցելու պահն էլ է շատ տարօրինակ, որովհետև շատ արհեստական տպավորություն է ստեղծում։ Իրանը նախ չունի նման միջոցներ խոցելու այս ամենը։ Երկրորդը, հրապարակային հռետորաբանության մեջ հերքում է, որ պատրաստվում է հարվածել տանկերներին, չնայած Իրանում էլ է քաոս, մի օր այսպես են ասում, հաջորդ օրը հերքում են իրենց ասածը, բայց զուտ ֆիզիկապես Իրանը չունի այդ հնարավորությունները, որպեսզի փակի Հորմուզի նեղուցը, եւ ստեղծված իրավիճակը կարող է կապված լինել չափից ավելի շատ վախերի գերագնահատմամբ կամ պարզապես ապակողմնորոշում է տիրում եւ տրանսպորտային ընկերությունները դեռ ելքը չեն գտել։ Ինչով է, տեսնենք, թե ինչպես կավարտվի այս ամենը։ Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է մի շարք հաջողված գործողությունների իրականացման մասին, որոնք զգալիորեն նվազեցնում են Ռուսաստանի ռազմական ներուժը։ Ուկրաինացի զինվորականները հրթիռային հարված են հասցրել Դոնեցկի շրջանում ռուսական ուժերի առանցքային օբյեկտին, ինչպես հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, հարձակման թիրախն է դարձել Դոնեցկի օդանավակայանի մոտ գտնվող հակառակորդի ենթակառուցվածքը, որտեղ տեղակայված էր Շահեդ տիպի հարվածային դրոնների պահպանման եւ արձակման բազան։ Մեր զինվորականների տվյալներով հարվածը հասցվել է Ատակամս եւ Սկալպ հրթիռներով։ Հարվածից հետո օբյեկտում բռնկվել է հզոր հրդեհ, ինչպես նաեւ տեղի է ունեցել զինամթերքի երկրորդային դետոնացիան միշտ հաջորդող երևույթ է։ Գլխավոր շտաբում նշում են, որ ոչնչացված հարթակը ռուս զինվորականների կողմից օգտագործվում էր կամիկաձե դրոնների պահպանման, նախապատրաստման եւ արձակման համար, որոնցով պարբերաբար հարձակվում են ուկրաինական քաղաքների վրա։ Այս օբյեկտներին հասցված հարվածը պետք է նվազեցնի հակառակորդի հնարավորությունները դրոնների կիրառման հարցում։ Բացի Դոնեցկի օդանավակայանի շրջանում իրականացված գործողությունից, ուկրաինական ուժերը եւս մի քանի հարվածներ են հասցրել ռուսական բանակի դիրքերին, այսպես խոցվել է դրոնների կառավարման կետ Լուգանսկի մարզի օկուպացված մասում գտնվող Ձիբրովա բնակավայրի մոտ։ Ուկրաինացի զինվորականները հարված են հասցրել նաեւ օկուպացիոն ստորաբաժանումների հրամանատարական դիտակետին Խարկովի մարզի ժամանակավորապես օկուպացված Կրուգլյակովկայի շրջանում։ Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են հակառակորդի հրետանային դիրքերը Տավիլժանկայի, Վասկրեսենկայի եւ Նավապավլովկայի շրջաններում։ Կրակի տակ են հայտնվել նաեւ ռուսական զորքերի անձնակազմի կենտրոնացման վայրերը Նավագրիգորևկայի, Ժելեզնադարոժնեի, Տորսկայի եւ Սոբչիի մոտակայքում։ Գլխավոր շտաբում ընդգծել են, որ նման թիրախային հարվածները թույլ են տալիս աստիճանաբար նվազեցնել Ռուսաստանի բանակի մարտական ներուժը, պահեստների կառավարման կետերի եւ հրետանային դիրքերի ոչնչացումը դժվարացնում է հակառակորդի ստորաբաժանումների համակարգումը եւ նոր հարձակողական գործողությունների նախապատրաստումը։ Ուկրաինական գենշտաբը նաեւ հաստատել է Նավառոսիսկում կալիբր կրող ռուսական նավերի խոցումը։ Իդեպ հենց դրա պատճառով ռուսները մի քանի տասնյակ կալիբր հրթիռներ այս գիշեր քիչ արձակեցին Ուկրաինայի վրա։ Շատ չերկարացնեմ եթերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել մեր եթերը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում, իսկ նրանց, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր ալիքներին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվել, դա մեզ շատ է օգնում։ Ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք եւ մինչ նոր հանդիպում վաղվա եթերում, բարով մնաք եւ ամենագլխավորը անփորձանք։